Ուկրաինայի դեմ ռուսական նոր հարձակումների ֆոնին, որոնք տասնյակ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորների պատճառ են դարձել, դիվանագիտությունը փորձում է իր ճանապարհը հարթել։ Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական շրջագայություն է սկսել ռազմական աջակցություն և հակամարտության կարգավորման բանակցային ելք փնտրելու նպատակով, Միացյալ Նահանգների բանակի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ չհայտարարված այցով ժամանել են Կիև, հստակ նպատակով վերակենդանացնել Ռուսաստանի հետ խաղաղության շուրջ փակուղի մտած բանակցությունները։ Զելենսկու եվրոպական շրջագայությունը մեկնարկել է Ֆրանսիայից, շարունակվել Իսպանիայում, որտեղ նա հանդիպել է թագավոր Ֆելիպե 6-րդի և կառավարության ղեկավար Պետրո Սանչեսի հետ։ Գլխավոր նպատակն է ապահովել ավելի մեծ ռազմական աջակցություն, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի տեսքով ռուսական հարձակումներին դիմակայելու համար։ Երբ մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի առանցքային ծրագրի միջոցով և ձմռանը զենք ենք գնում Միացյալ Նահանգներից, և այս փաթեթը ձմռան համար է, մենք կենտրոնանում ենք ՊԱԿ 3 հրթիռների վրա, որոնք ամենամեծ դեֆիցիտն են։ Մենք փորձում ենք գումար գտնել հատկապես Պատրիոտ համակարգի հրթիռների համար։ Ի պատասխան Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսը հայտարարեց ֆինանսական և Ուկրաինայի վերականգնման ուղղված աջակցության խոշոր փաթեթի մասին։ Ես նախագահ Զելենսկուն հայտնել եմ, որ մեր երկիրը հենց այսօրվանից գործի կդնի 200 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցության նոր գործիք Ուկրաինայի վերակառուցումը խթանելու համար։ Հետևաբար, մենք խոսում ենք 817 միլիոն եվրոյի մասին, որը Իսպանիան կմոբիլիզացնի նախ աջակցելու ուկրաինական բանակին, Սավթիչի դեմ երկրի ազատության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Երկրորդ, պաշտպանելու նրա քաղաքացիական բնակչությանը և վերջապես խթանելու Պուտինի նեոիմպերիալիզմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերակառուցումն ու արդիականացումը։ Զելենսկու շրջագայությանը զուգահեռ ամերիկյան բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը և բանակի շտաբի պետ գեներալ Ռենդի Ջորջը դարձել են Պենտագոնի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այս շաբաթ այցելել են Ուկրաինա։ Ըստ Պոլիտիկոյի, նրանց առաքելությունն է ճնշում գործադրել Ուկրաինայի ղեկավարության վրա Ռուսաստանի հետ խաղաղության գործընթացը վերսկսելու համար։ Սպասվում է, որ Դրիսկոլը առանձին կհանդիպի նաև ռուս պաշտոնյաների հետ։ Ուկրաինայի նախագահի հաջորդ կանգառը Թուրքիան է։ Զելենսկին մեկնել է Անկարա իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպման օրակարգով, հույս ունենալով, որ Թուրքիան կարող է կրկին միջնորդի դեր ստանձնել հակամարտության հանգուցալուծման գործում։ Վաղը առաջին հերթին հանդիպում ունեմ նախագահ Էրդողանի հետ։ Մենք կխոսենք առավելագույն հնարավոր ուղիների մասին ապահովելու համար, որ Ուկրաինան հասնի արդար խաղաղության։ Կարծում եմ, սա բավականին բովանդակալից խոսակցություն կլինի։ Այն կարող է երկար տևել կամ գուցե ոչ այնքան երկար։ Ես լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի նախագահի հետ։ Մենք ունենք որոշակի դիրքորոշումներ և ազդանշաններ Միացյալ Նահանգներից։ Կտեսնենք վաղն ինչ կլինի։ Մինչ դիվանագիտությունը ելք է փնտրում, պատերազմը շարունակվում է անխնա դաժանությամբ։ Անցած գիշեր ռուսական հրթիռների և անօդաչուների զանգվածային հարձակումը հարվածել է Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլ քաղաքին։ Նախագահ Զելենսկին հաստատել է հարձակումը։ Զոհվել է առնվազն 25, վիրավորվել 66 մարդ։ Հրթիռային հարվածը թիրախավորել է բնակելի շենք, որի վերին հարկերը փլուզվել են։ Ըստ պաշտոնյաների, Ռուսաստանը գիշերվա ընթացքում հարձակել է ավելի քան 470 անօդաչու և 48 հրթիռ, որոնք թիրախավորել են նաև էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինական Միրնոգրադ և Պոկրովսկ քաղաքները պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումները ջանում են ճեղքել շրջապատման օղակը։ Իսկ Կուպյանսկում ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել, գրավելով թաղամասը թաղամասի հետևից։ Աննա Հարությունյան, Reopen Media։